Որևէ երկրի պետական բյուջեն մրցանակային ֆոնդ չէ, դա քաղաքացու հետ պայմանագիր է, քո վճարած հարկով, քո վստահության գնով։ Հիմա ասեք, որ արդյունքի համար է այս ամիս ազգային ժողովի падգամավորը ստացել 3 միլիոն պարգևավճար, իսկ նախարարը 6-7 միլիոն։ Աղքատությունն է նվազել, կրթությունն է շոշափելի լավացել, թոշակն է դարձել արժանապատիվ, ուսուցչի, բժշկի, զինվորականի աշխատավարձն է իրականում բարձրացել, կոռուպցիայի ռիսկերն են նվազել։ Եթե այս հարցերը պատասխան չունեն, դա պարգևավճար չէ, դա հանրային փողի հաշվին անպատասխանատվություն է։ Երբ երկրի 5-րդ մասը աղքատ է, իշխանության մեջ լինելը պիտի լինի զսպվածություն եւ օրինակ, իսկ այստեղ մենք տեսնում ենք հակառակը՝ ցուցադրական անտարբերություն։ Եվ ամենաանթույլատրելին, եթե պաշտոնյան ամիսներով աշխատանքի չի գալիս, բոյկոտում է նիստերը, միայն կոճակ է սեղմում, օրենք չի գրում, հաշվետվություն չի տալիս կամ ամիսներով չի պատասխանում պաշտոնական հարցմանը, նա պարգևավճարի իրավունք չունի։ Լուծումն էլ պարզ է, չափելի եւ կոշտ։ Արդյունք չկա, պարգևավճար չկա։ Օրենքով պետք է սահմանել չափելի արդյունավետության չափանիշներ, ներկայություն ու մասնակցություն, հանձնաժողովներում աշխատանք, օրենսդրական նախաձեռնությունների քանակ ու բովանդակություն, հարցումների, պատասխանների ժամկետ ու որակ, ծրագրերի կատարողական թվով եւ փաստաթղթով։ Եվ մեկ կանոն՝ խախտում կա, պարգևավճարը ավտոմատ զրոյանում է։ Երկրորդը լիակատար թափանցիկություն։ Ամեն ամիս պետք է հրապարակել, ով ինչքան է ստացել, ինչի համար, ինչ ցուցանիշով, անունով, հիմնավորմամբ, փաստաթղթով։ Քաղաքացու փողը պետք է աշխատի քաղաքացու համար։ Պետությունը կառուցվում է հաշվետվողականությամբ, ոչ թե ինքնապարգևատրմամբ։